Ողջույն ձեզ քույրեր եւ եղբայրներ։ Ուզում եմ խոսել մեր զինվորականների մասին։ Հիմնականում մեր հետախույզների մասին։ Թե գործող, թե այսօր գտնվող պայեստազոր։ Ես հպարտ եմ, որ 10 տարի եղել եմ հետախուզության պետ։ Ես հպարտ եմ, որ 90-ականներից ծառայել եմ հետախուզությունում, մի պահ հետո գնացի ուրիշ բաժին ղեկավարելու, բայց էլի դա հետախուզության այսպես մի ձևերից մեկն էր, կարելի այդպես համարել։ Ես հպարտանում եմ, որ ես ավարտել եմ ռազմական ուչիլիշան, այն ժամանակ, այսօր ասում են ինստիտուտ, հետախուզության գծով։ Մենք հետախույզներս բոլորս չունենք խաղախոր։ Չկա այդպես, ուզում է խաղաղության պայմանագիր կնքած լինի, ուզում է կնքած չլինի, մենք միևնույն է գտնվում ենք պատերազմի մեջ։ Դրա համար գտնում եմ ամենակարևոր ծառայություններից մեկը։ Մեր այսօրվա թե գործող, թե պայեստազորում գտնվող հետախույզները, դիպուկահարները, հատուկ նշանակության զորքերի սպաներն ու ենթասպաները եւ շարքայինները բոլորը մեր ընկերներն են եւ մենք մի թիմ ենք։ Ես բոլորովդ հպարտանում եմ։ Մեր մասնագիտությունը այնպիսին է, որ մենք իրավունք ունենք հպարտման կան գլուխներս բարձր։ Մեր այսօրվա անձնակազմի 90%-ը հայրենասեր, գրագետ, սպաներ, ենթասպաներ եւ շարքայիններ են։ Հպարտանում եմ ձեզանով։ Լավ եղեք բոլորդ։ Մեր հետ եղեք։ Ամբողջ զինված ուժերի սպայակազմը եւ ենթասպաները եւ զինվորները ամենակարևոր մարդիկ են մեր երկրում։ Սկսած դիրքապայից, վերջացած գործող սպաներից։ Ես աշխատել եմ իմ ամբողջ ծառայության ընթացքում թույլ չտալ, որ մեր զինծառայողներին նեղացնեն, անարդար վերաբերմունք ցույց տան, որը մենք այսօր տեսնում ենք, որ պաչկեքով սպաներ են նստացնում եւ ենթասպաներ են ձերբակալում։ Պաչկեքով, սաղի վրա քրեական գործ կա։ 10 տարի եղել եմ հետախուզության պետ, 10 տարվա մեջ իմ ենթականերից, շարքայինից մինչև իմ տեղակալ ոչ մեկ չի դատվել։ Ու ես դրանով հպարտ եմ։ Հպարտ եմ, որ դուք կաք, հպարտ եմ, որ դուք իմ հետ եք։